Բոլորը տեղում էին, բոլորը լավ էին։ Դե սիրունիկներս կերեք, ես գնամ։ Բարի լույս մաղթեք, ուզում եմ անդրադառնալ եւ ասել, որ ձագերը կմնան այստեղ։ Տեղանքը, ինչպես ասում էի, սեփականատեր փաստորեն ունի, սեփականատերը դեմ չի, որ կենդանիներն առայժմ մնան այստեղ, եւ հարցը կարծես թե մասամբ լուծված է։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնեցին եւ այդ հարցը կլուծվի։ Մի խոսքով նրանք կապրեն առայժմ այստեղ։ Սիրուններս կերակ։ Մեր կողքի շենքից մի կենդանասեր աղջիկ էր ինձ հետ եկել այսօր։ Մենք ճիշտ է արտառոց մարդ չտեսանք, միայն այնտեղի բնակիչներից, որտեղ ինքը ավելի լավ էր ճանաչում ու գուցե խոսա։ Ինչպես ասեց աղջիկը, դե իմ շունիկները դիմավորեցին, ինչպես հարկն է։ Եթե կողքից նայեն կհամարեին հարձակում, իսկ հաչալով շան մոտենալը միշտ չի, որ դա հարձակում պետքա դիտարկել, շունը մոտենում է ծանոթանա, սիրվելու եւ այլն։ Հույս ունենամ արտառոց դեպքեր չեն լինի, կենդանիներին այստեղ կկարողանամ այս սիրուններից, այս 3 կենդանուն դրսում մասնավորապես կերակրել։ Մամայի հետ նստել եք, դե նստի։ Ինչպես միշտ կողքից յուրաքանչյուր ով գալիս է հասկանում է, որ Զաբելը պարզապես սեր է ուզում։ Սեր։ Ինքը հենց սեր է։ Ու բոլորը ավելի հասկացող Որցուք հետևիցս չես գալի, մնում ես այստեղ։ Ես ուզում եմ ասել, որ ես Բյուրեղավանի հին բնակիչ չեմ, եւ աղջկա այդ զրույցից հասկացա, որ իսկապես երևի հին բնակիչները իրար լեզու ավելի լավ են հասկանում, քան ես։ Ես ընդհանրապես աշխատում եմ շրջանցել սուրանկյունները, կոնֆլիկտային մարդ չեմ եւ առանձնապես կոնֆլիկտներ չունենալ։ Բայց փաստորեն այստեղ, ինչպես ասացին, պետք է շատ կտրուկ լինել, կտրուկ պատասխանել, որովհետեւ դա թուլության նշան չներկայացնեն ու չասեն, թե թույլ ես։ Երևի իսկապես ամեն բնակավայր իր խոսքի լեզուն ունի, որին գուցե ես խոստով անեմ չեմ տիրապետում։ Ինչևէ, իմ խնդիրն այս պահին այն է միայն, որ այս կենդանիներին չվնասեն, կարողանամ պահել այնքան մինչև տարածք գտնեմ նրանց համար, տեր գտնեմ եւ տեղափոխեմ։ Այսքանը, լավ եղեք։ Ներս անցի, բրաունչիկ, ներս անցի։ Դու էլ այստեղ կնստես ու չես գա իմ հետևից, եղավ։ Տեսեք, գամփը պարկած է, հեծանիվ են քշում երեխաները, խաղում են, ոչ մի ռեակցիա։ Այսինքն չկա այդ մոտեցումը, թե հեծանիվի հետևից են վազում, շները եւ այլն։ Հիմա ինքը ինձ տեսնի կարթնանա, որովհետեւ գիտի, որ գեր պետք է տամ։ Քնած է խորը։ Շուտով կգա։ Ահա, մինչև հասա, վեր կացավ ու սկսեց առաջանալ։ Արի գամփրու։ Եկել ես ասես ապրեմ, հա։ Դե լավ, դե գնանք։ Դե ինչի ես այդպես ворցքում, կարող է լավ չես, ինչ որ մի բան են տվեք երել ես անհաջողա։ Հələ ինձ պատմի տեսնեմ, ասա տեսնեմ։ Դե լավ։ Լավ պահի, լավ կլինես։ Ինչ։ Եկել է հունիս 1-յան իր սերը ստանալու։ Ինչպես գիտեք, այսօր երեխաների օրն է, հունիսի 1-ը, իսկ կենդանիները երեխաների պես են, ինչպես ասում են շունիկները, 5 տարեկան երեխաների պես են։ Պետք չէ մոռանալ եւ մի նեղացրեք նրանց ուզածը մեծ բան չէ, մի ամանկեր, սեր եւ որ չնեղացնեն։ Մի քիչ էլ խաղալ երբեմն երեխաների պես։ Սիկների լավագույն տեղը դա մեքենաների տակ է եւ մարդկանցից ու շներից ապահով է։ Գերեք սիրուններս։ Գերեք պուպուշներս։ Սիրունիկ ջան, դու ես եկել, արի։ Կյաժով կատու, գնա, մեքենայի տակա։ Կյաշ փիսիկին էլ այդտեղ տեղավորեցի։ Դե գերեք։ Հա, սիրունիկ, ով է եկել։ Էլի փիսոյա։ 2, 4, լավ, հիմա էլի կբերեմ։ Սիրունիկ, այդ կատվիկերը քո համար չեմ գիր։ Սպասի։ Շամը թողած կատվիկեր ես, սիրունիկ ես։ Մի քանի հատիկ էլ չունեմ այդպես հնից։ Նորը մի քիչ դժվարությամբ ա ուտում։ Այսօր հույս ունենամ կլինի, վաղը կհասնի 5-երը եւ
արդեն բոլորը կուտեն։ Չնայած այնտեղի շունիկները շատ լավ ուտում են։ Կեր Գարնիկ ջան։ Կեր, ես գնամ։ Կատուներն էլ մեքենայի տակ։ Գնամ սպիտակից մոտ։ Հասկանում եկես, բայց ոնց որ թե կարող է ստերջացված ես, որ ստերջացված է լինես, ականջ չունես, որ բիրկա կպցնեն, դա շատ վատ է։ Հենց Սիրուն ջան, նստել ինձ ես սպասում, հա, դե վեր կաց գնանք, են մյուս վախկոտը այդպես էլ չսովորեց մոտենալ, դե արի գնանք լավ։ Են որ այդպես ուժեղ վազում է, չես կարողանում ասել, այդքան արագ մի վազի ու գոնե հեռավորության վրա արի, որ կարողանան քեզ կերակրել։ Այլապես, որ այդպես վազում ես դյուպես, ես չեմ կարող իրեն կերակրեմ, մոտեցի ասա, հաս, ճիշտ է դու էլ ես վախկում, չեմ կարող բռնել, բայց գոնե հասկանում ես, որ կեր եմ տալիս, ինչ-որ հեռավորության վրա մոտենում ես, որպեսզի ուտես։ Այ վախկոտ, ուր ես վազում, փախնում, Սևուկին են կողմերն եմ տեսնում, վազելով եկան, բասպիտակ ուրա, հեն, Սիրուններս, հա, արի գնանք, արի, արևը տվեց և կանաչը խոտը դեղնեց, հա, դու էլ ես եկել, բասպիտակը որտեղ է, լավ, երևի շուտով կմիանա ձեզ, Արջուկը նույնպես չի ուտում նորը, օյ, արի, փախնում է, գժուկ ասա թող ուտի, Արջուկ ջան, հույս ունենամ վաղ կարողանամ ձեռք բերել հինկերը և կտամ մի քանի հատիկ պահել էի հատուկ քեզ համար ու սպիտակի, որովհետև այս մյուս վախկոտը և Սևուկը ուտում էին, կերեք, հել են գժուն, արի քեզ էլ կեր տամ, չի գալիս գիժը, արի փոքրիկ, արի մի փախի, հասկանում եմ, որ վախենում ես, բայց սոված ես ուզում ես մոտենա, չգիտես ինչպես, արի կտեսնեմ հոգոնը էկ չլինես, չգիտեմ ձեր ընկեր սպիտակը որտեղ է, ամենայն դեպս փոքրիկ է այնտեղ սպասում է, ես գնամ որ գա նա էլ ուտի, մի քանի տեղ լցրել եմ, հույս ունենամ սպիտակը գա, եթե շատ սոված լինի, ամեն դեպքում կուտի, եղավ Արջուկս։ Դե կերեք, քո մոտ էլ կա, չէ Սևուկ, վերջ, դե լավ, գնացի, շնորհավոր ձեր հունիսի 1-ը, դուք էլ լեք երեխաների պես, էպես որ լավ մնացեք, վախկոտ ես գնում եմ, արի կեր, հաջողություն։